Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Գավառի ուսուցողական կենտրոնում իրականացվում է Էթիկայի դպրոց բարեկիրթ սերնդի համար ծրագիրը։ 2 միլիոն դրամի շրջանակներում կենտրոնը ձեռք է բերել ինտերակտիվ գրատախտակ, խոսափող եւ բարձրախոսներ։ Միաժամանակ մեկնարկել եւ ընթացքի մեջ են դասընթաց հանդիպումներ էթիկայի եւ հաղորդակցման թեմաներով։ Դիմեցինք Ամքոր Հայաստան բարեգործական կազմակերպությանը, ստացանք աջակցություն իրականացնելու Էթիկայի դպրոց բարեկիրթ սերունդի համար ծրագիրը, ինչի համար ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել կազմակերպությանը, հանձին տնօրեն Գոհար Գրիգորյանի, մարդասիրական աջակցության եւ վստահության համար։ Դասընթացները վարում են ոլորտի լավագույն մասնագետները։ Մասնակիցները Գավառ համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներն են։ Շնորհակալություն կազմակերպման համար, հրավերի համար, հուսամ շարունակական կլինի այս դասընթացը եւ մեծ հնարավորություն ինչու՞ չեն ոչ միայն դասախոսներից, այլ նաեւ ուսուցիչների համար, դրանց ովքեր որ ղեկավար անձնակազմում են աշխատում, զարգացնել իրենց խոսքը եւ այն ճիշտ կիրառել իրենց ոչ միայն մասնագիտությունում, այլ նաեւ իրենց հետագա կյանքում։ Գավառի ուսուցողական կենտրոնում, որտեղ իրականացվում է տարբեր տարիքային խմբերի երեխաների արտադպրոցական ուսուցում, Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամի աջակցությունը նպատակային եւ կարեւոր է համարում կենտրոնի տնօրենը։ Մեր նպատակն է երեխաների մեջ ձևավորել բարձր արժեհամակարգ եւ ունենալ բարեկիրթ սերունդ։ Ծրագիրը կյանքի է կոչվել Գավառի ուսուցողական կենտրոնի նախաձեռնությամբ։ Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ։ Ալվարդ Մանուկյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։